Պարոն Կոնջորյան, բարև ձեզ։ Վերևում եք, չէ՞ արդեն։ Ես այսօր հավաքել եմ իմ մեջ եղած ամբողջ քաջությունը, հրաժեշտ եմ տվել տանեցիներին ու վախով եկել եմ ազգային ժողով, տեսնեմ այդ ինչ եք անելու, էլի։ Այսինքն որ երեք սպառնում էիք, որ ասում եք Հայաստանն ամբողջ խմբակցությունը ձեզնից վախենում է։ Ինչ եք անելու։ Այսինքն մարդկային համեստությունը ձեզ ծանոթ է մի քիչ։ Գիտեք ինչի է ԱԺ ռեյտինգը նաև այդ աստիճանի, որովհետև ախր մարդիկ նայում են, չէ՞, նիստերը։ Ու նայում են, լսում են ձեր ելույթները, ասում են՝ «Այ տղա ջան, ախր եթե ՊՊԾ-ն քո իշխանության ձեռքի տակ չլիներ, ամբողջ ուժայինները, ոստիկանությունը, բանակը, դու տենց ելույթներ կարող էիր ունենալ»։ Կլինի մի քիչ ձեզ համեստ պահեք։ Ձեզնից վախեցող չկա։ Հետաքրքիր է ինչ եք անելու։ Հիմա անցնենք մյուս թեմաներին։ Գիտեք, ինձ թվում է մենք մեր հայրենակիցներին այդուհանդերձ չենք կարողացել բացատրել Արեգնազ Մանուկյանի եւ Արտուր Սարգսյանի հետ կապված իրավիճակը։ Երբ մենք խոսում ենք Արեգնազ Մանուկյանի մասին, իմ գործընկերը այս ամբիոնից այսօր ասեց, որ իր 13 տարեկան աղջիկը չի կարող իրեն այցելել։ Պարոն Արտուր Խաչատրյան, կարող է, ոչ միայն չի կարող այցելել, չի կարող զանգել։ Չի կարող զանգել։ Եթե անգամ ենթադրենք, որ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ ձեր բոլոր մեղադրանքները ճիշտ են, այդ հանցանքը անգամ գործվել է, եթե ենթադրենք համոզված եմ, որ այդպես չի։ 13 տարեկան աղջիկը ձեր կողմից վերահսկվող հեռախոսակապով ինչու իր մոր հետ չի կարող խոսալ։ Դա բացի վրեժխնդրությունից անձնական, ուրիշ բացատրություն կարող է ունենալ։ Չի կարող ունենալ։ Ուրեմն ձերը արդարադատություն չի, վրեժխնդրությունը։ Արտուր Սարգսյանի մասով, մենք այդքան նայիվ չենք, որ մտածենք, չենք ասում ձեզ, Արտուր Սարգսյանին արդարացրեք, ասեք, որ անմեղ է։ Մենք տարական բան ենք ասում։ Սա 9-րդ, այո, կա տենց բան, սա 9-րդ գումարման խորհրդարանն է, այլ է, քան 8-րդը։ Այստեղ այլ մարդիկ են նստած։ Ինչի Արտուր Սարգսյանը չի կարող գալ այստեղ, դատախազը գա այստեղ, եւ Արտուր Սարգսյանի անձեռնմխելիությունը, որը պահանջում է օրենքը, հաղթարվի նորից։ Արայիկ Հարությունյանը նոր է այստեղ։ Կարող է Արտուր Սարգսյանը համոզում է Արայիկ Հարությունյանին, որ ինքը անմեղ է եւ պետք չի իր անձեռնմխելիությունը հաղթարել։ Վիլեն Գաբրիելյանը հետաքրքիր հարցեր եք տալիս դատախազին, այն ժամանակ չկար։ Կարող է համոզվում է, այլ ընդդիմադիր ֆրակցիա կա։ Դա օրենքի պահանջ է։ Բացի վրեժխնդրությունից, այլ պատճառաբանություն կա, ինչու դա դուք չեք անում։ Չէ, որովհետև ձեր արդարադատություն չի, վրեժխնդրությունը, դա է ամբողջ խնդիրը։ Հիմա ես Վահագն Ալեքսանյանի ելույթը ինձ օգնեց վերջապես ձևակերպել իմ տեսակետը, թե դուք ինչու եք այսպես վարվում։ Ժողովուրդ ջան, այդ սրճարանի պատմությունը, որ ամենատարածված պատմություններից ա, ում է չի եղել անգամ պատմում են այդ պատմությունը։ Մենք չենք հերքում, որ Հայաստանում նախորդ տարիներին անցյալում եղել են արատավոր դեպքեր։ Նման դեպքեր էլ վստահ եմ եղել են։ Շատ վատ բաներ են եղել։ Մենք նորանկախ պետություն ենք եղել։ Չկա որևէ նորանկախ պետություն, որը այդպիսի դժվարությունների միջով, այդ թվում արտոնյալներ, այդ թվում բդեժխի վարքագիծ ունեցողներ չի անցնում։ Չկա այդպիսի պետություն։ Ցույցերի մասնակցությունը ձեր մենաշնորհը չի եղել։ Միջին ստատիստիկ հայկական ընտանիքում իր բոլոր դժվարություններով մենակ դուք չեք ծնվել, դուք չեք մենակ դժվարություններ ունեցել, բայց ձեր ու մնացածի տարբերությունը այն է, որ մենք օրինակ չենք չարացել այդ դժվարություններից, չենք սկսել ատել այս պետությունը ու հասարակությունը, չենք սկսել վրեժ լուծել իրենցից մեր չունեցածի համար, մեր չունեցածի համար չենք սկսել ատել նրանց, ովքեր ունեն, հակառակը մտածել ենք, ուրեմն ավելի շատ է պետք աշխատել, ավելի մեծ ջանք է պետք գործադրել։ Դա է խնդիրը։ Ձեր վրեժխնդրությունը էս, սպանում է այս պետությունը։ Հասկանում եք։ Դուք օրինակ Հարավային Կորեայի զարգացման օրինակ ուսումնասիրել եք, այդ պետությունը ո՞նց է թռիչքաձև աճ ապահովել։ Իր ազգային կապիտալի հաշվին, իր ազգային կապիտալի վրա հենվելով։ Հիմա եթե Արեգնազ Մանուկյանը դուրս գա բանտից եւ ձեզնից որևէ մեկի հետ զուտ վրեժխնդրությունից դրդված վարվի այնպես, ոնց որ իր հետ են վարվում, դա վատ բան է, դա վատ է, այդպես պետություն չենք կառուցի, այդպես չպիտի լինել, ընդհանրապես ձեր դեմ պայքարի ամենակարևոր հիշեցումը այն է,
որ հանկարծ մենք ձեզ չնմանվենք։ Մենք ձեզ չնմանվենք, որովհետև այնքան հեշտ է հրեշի դեմ պայքարելով հրեշավոր երևույթների դեմ ինքը դառնալ դրա կրողը։ Դուք դրա վառ, ամենավառ օրինակներն եք։ Հիմա իմ կարծիքով մի դրվագել կա, որ դուք բաց եք թողում ամենամեծ ողբերգությունը ձեր կառավարման տարիների։ Ժողովուրդ, ամենամեծ խնդիրը, որը դուք բաց եք թողում, այնա, որ Հայաստանի պատմությունը միջև ձեզ եղել է զարգացման պատմություն, դանդաղ տեմպերով, բայց եղել է գնալով առաջընթաց ապրող պետության պատմություն։ Մենք ձեր օրոք, այ հիմա, սկսում ենք տեսնել նենց բաներ, որ մեկ էլ 90-ականներին ենք տեսել։ Դուք այդ ռեգրեսը չեք զգում, դուք չեք զգում, որ ընտրություն եք կազմակերպել, որը հիշեցնում է 90-ականների ամենավատ ավանդույթները։ Այ այդ ռեգրեսը դուք ինձ թվում է իսկապես չեք տեսնում, բայց Հայաստանը վերել հասցրել եք, ոչ թե պրոգրեսը դանդաղել է, կանգ առել, ռեգրեսն է սկսել, ու դա եղել է մենակ անվտանգայինը չէ, մենակ տնտեսականը չէ, ամեն համակարգային, ամեն առումով, այդ ռեգրեսն է, որ պետք է կանգնեցնել։ Բայց ես իսկապես կարծում եմ, այս խորհրդարանի գլխավոր խնդիրը Հայաստանի կարևորագույն հարցերից մեկին պատասխանելն է։ Դուք ամենաշատը, այո, ինքնիշխանություն բառը օգտագործած քաղաքական ուժն եք։ Ժողովուրդ, ես իսկապես զարմանում եմ, ձեր ինքնիշխանությունը ձեզ չի բավարարում պատասխանել պարզ հարցի, որտեղից է գալիս Հայաստանի սպառնալիքը, որ պետություններն են սպառնում Հայաստանին, որ պետությունների դեմ են գուցե մենք զինվում, բանակը, արդիական, առաջնային սպառնալիքները որոնք են, այդ ինչ ինքնիշխանություն է, որ չի բավարարում ասելու դա։ Եթե դուք ինքնիշխանությունը հասկանում եք որևէ պետության դեմ հայտարարություններ անելու կարողությամբ, հակավրացական հայտարարություն արեք մի հատ, տեսնեմ առանց հետևանք կարաք այդպիսի հայտարարություն անեք, հակավրացական օրինագծի դեմ քվեարկեք օրինակ, դա հետևանք չի ունենա ձեր դեմ, իսկ ձեր, ես չգիտեմ ինչին եք զարմանում, կգաք ձեր զարմանքը այստեղից կարտահայտեք, դա ինքնիշխանություն չի, այդ ինքնիշխանության հետ կապ չունի, այդ կապ ունի ուրիշ ուժային կենտրոնի գործիք դառնալու հետ, ձեր ամբողջ խնդիրը էնա, ուրիշ, ես իմ օրինակով մենակ գիտեմ Հայաստանի շահերը սպասարկելը ոնց կարող է լինել, ձեր օրինակներով մի կիսվեք, ժողովուրդ ինչի ոգևորվեցիք էլի, հիմա, ժողովուրդ, ես գիտեմ, որ իմ ելույթները ձեզ ոգևորում են, հիմա, խնդիրը ձեր էնա, որ օրինակ մենք խնդիր չունենք ողջունելու Եվրոպական միության որևէ հայտարարություն, բանաձև, որը բխում է մեր շահերից։ Շատ լավ է, եթե որևէ երկիր, որևէ ուժային կենտրոն ընդունել է մեր շահերից բխող բանաձև, պետք է գտնել շահերի հատման կետը եւ համագործակցել այդ կետում։ Դուք խնդիր ունեք մտածելու ձեր որոշ գործընկերներ ինչ կմտածեն, ու կապ չունի ձեր համար Հայաստանի շահը ինչ է թելադրում, կապ չունի, որ ձեր արած հայտարարությունների ու գործողությունների արդյունքում մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ հիմա հետևանքներն են կրում, ասենք գիտեք ինչ եղավ ձեր տնտեսական քաղաքականության հետևանքը, որի արդյունքում հիմա մենք օրինակ արգելք ունենք ձկնամթերքի արտահանման, օրինակ հարևան Վրաստանում իշխան ձկի արտահանումը դեպի ՌԴ հասավ պատմական մաքսիմումի։ Մենք երբ որ ասում ենք, որ դուք շահեկան եք բոլորին բացի հայ ժողովրդից, սա ենք ասում։ Հարևան Վրաստանը մեր բարեկամ երկիրն է, բայց կներեք, այնքան բարեկամ չի, որ մեր հարկատուների հաշվին մեր կառավարությունը իր օգտին գործի։ Մեր կառավարությունը մեր ժողովրդի օգտին պիտի գործի։ Ու ամբողջ խնդիրն է մեր քարոզարշավի ամբողջ ընթացքում։ Օրինակ Մարտունիում տասնյակ քաղաքացիներ մեզ մոտենում են ու ասում են, որ հենց ամենօրյա կյանքը օրինակ Ռուսաստանի Դաշնությունում խանգարվել է, դժվարությունների են հանդիպում ձեր արած հայտարարությունների պատճառով։ Հիմա Լուսինե Բադալյան, Զուգար Բանավեճ, ինտերակտիվ։ Կին Բադալյան լրեք։ Ես ինչի պիտի լրեմ, իմ ելույթի երթն է։ Բադալյանը չեք, դուք Վարդանյանն եք։ Հիմա ամբողջ խնդիրը էս է։ Այսինքն, դուք ինձ թվում է կապ ունեք բոլորի շահերի հետ, անկեղծ եմ ասում, ու ձեր այդ վեկտորների տատանումները այնքան հաճախակի են, ոնց որ Նիկոլ Փաշինյանի տրամադրության տատանումները։ Միակ սուբյեկտը, որի հետ դուք օրգանիկ կապ չունեք, ում շահերին
ոնց գործում եք չի համապատասխանում ձեր գործողությունները, հայ ժողովուրդն է։ Հայ ժողովուրդը ու դաշնակցությունը նույն գծի մեջ են։ Միակ երկու երկրները, ում շահերին դուք երբեք չեք հակասում, ինչ գործողություն էլ անեք, Թուրքիան ու Ադրբեջանն են։